Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Լարվածության կամ սթրեսի պատճառները։ Ես նշել եմ 16 պատճառ։ Ես կարող էի շարունակել, բայց կփորձեմ մանրամասն չխոսել բոլոր կետերի մասին, մենք արագ կանդրադառնանք դրանց։ Մեղքի զգացում։ Դա վատ պատճառ է։ Թաքնված մեղք։ Վատ սննդակարգ։ Երեկ ես ինչ-որ բան որոշեցի։ Ես հոգնած էի, վերջերս ավելի շատ եմ աշխատում, քան կցանկանայի։ Ես իսկապես հոգնած էի։ Գիտեք, երբեմն երբ իսկապես հոգնած եք, ուզում եք անել այն, ինչ չպիտի անեք։ Ինչ-որ մեկը երբևէ նկատել է դա։ Այսպիսով, ես որոշեցի անուշեղեն ուտել և ցանկանում էի շատ ուտել։ Որպեսզի պահպանեմ իմ քաշը, բավականին խիստ պետք է լինեմ ինքս իմ նկատմամբ։ Ես որոշեցի, որ կուտեմ անուշեղեն և չեմ ուտի այլ կերակուր։ Դեյվ, ես չասացի քեզ, որովհետև գիտեի, որ քեզ դուր չէր գա։ Այսպիսով, ես վերցրի մի թխվածքաբլիթ, վրան ջնարակ լցրի ու կերա։ Մի քիչ պաղպաղակ կար, այն փոքրիկ ամանով էր, բայց վրան շոկոլադե թանձրուկ լցրի։ Ես կերա այդ անուշեղենը և այլ կերակուր չկերա, բայց այնպես նյարդայնացա։ Դրա պատճառը շաքարն էր, դրանից հետո ես սարսափելի էի զգում, որքան շատ մարդիկ են մշտապես լարված, քանի որ սխալ սննդակարգ ունեն։ Նրանք ուտում են անորակ, ոչ ճիշտ սնունդ, ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր։ Դուք լավ եկեղեցի ունեք, դուք խնդիր չունեք որևէ բանի հետ։ Ես երբեք չեմ տեսել այնքան շատ անմեղ մարդիկ, որքան այս խումբն է։ Նկատի ունեմ, նրանք այնպիսի անմեղ հայացքով են նայում։ Ձեզնից քանիսը բավականաչափ չի քնում։ Գիտեք, ես ունեմ պատասխան ձեզ համար։ Գիշերը պառկեք քնելու։ Սա բարձրագույն մաթեմատիկա չէ։ Քանիսը բավականաչափ ջուր չի խմում։ Ջուր խմեք։ Գիտեք, մենք փնտրում ենք բարդ պատասխաններ։ Մեր կարծիքով այս բարդ հարցերի համար և անկեղծ ասած, իրականում ամեն բան այնքան էլ բարդ չէ։ Ես ունեի ստամոքսի խնդիր, ամեն առավոտ սրտխառնոց ունեի։ Ոչ թե փսխոց, այլ պարզապես սրտխառնոց։ Ես հասկացել եմ, որ եթե հարցնես Աստծուն, նա կասի քեզ որոշ բաներ։ Ես խնդրում էի, որ Աստված տար գիտության խոսք, ցույց տուր, թե ինչն է խնդիրը։ Ես ունեի գրգռված աղիքի համախտանիշ։ Փորձեցի համացանցում գտնել, թե ինչն է գրգռման պատճառը։ Եվ ցանկում առաջին գրգռիչը քսիլիտոլ բնական քաղցրացուցիչն է։ Ես ամեն օր հավանաբար 1.5 տուփ անանուխի կոնֆետներ էի ուտում, իսկ դրանց առաջին բաղադրիչը քսիլիտոլն է։ Ես դադարեցի անանուխի կոնֆետներ ուտելուց և այլևս չունեցա ստամոքսի խնդիր։ Ոմանք, ոչ բոլորը, բայց ոմանք, ովքեր վատ են զգում, լարվածության կամ սթրեսի մեջ են ընկնում, այն պատճառով, որ անում են այնպիսի բաներ, որոնց համար Աստված չի օծել նրանց։ Երբեմն մտածում եմ, թե արդյոք իմ ամուսինը Դեյվը գիտի, թե ինչ է սթրեսը։ Նկատի ունեմ, նա շատ խաղաղ է։ Ամենահեշտ մարդը, որի հետ կարելի է լեզու գտնել։ Շատ համբերատար, շռայլ ներելու մեջ և բարի։ Նա պարզապես չի լարվում։ Նա ինչպես ինքն էր անվանում,
Ներքին ջղաձգումներ էր ունենում, ներքին լարվածություն էր զգում, կարծես ցնցվում էր, բայց այդ ամենը ներքուստ էր կատարվում։ Նա պարզեց, որ երկար ժամանակ է անում էր մի բան, որ Աստված չէր ցանկանում, որ այլևս աներ։ Մեր դուստրը նկատեց դա եւ խոսեց նրա հետ, ու նա դադարեցրեց դա անելը։ Ջղաձգումները վերացան։ Գուցե դուք անում եք ինչ-որ բան, որի համար Աստված այլևս չի օծում ձեզ, եւ դա ձեզ լարվածություն է պատճառում։ Ես սեռական բռնության եմ ենթարկվել հորս կողմից փոքր տարիքից։ Այնպես որ ես մեծացել եմ սթրեսի մեջ։ Ամբողջ կյանքում սթրեսի եմ ենթարկվել։ Ես ապրում էի այնպիսի լարվածության մեջ, որ նույնիսկ չգիտեի, որ դա սթրես է։ Եվ ես մշտապես այցելում էի բժշկի, որովհետև երբ շարունակ սթրեսի մեջ ես, դա ազդում է քո առողջության վրա։ Ես փորձում էի պարզել, թե ինչն է խնդիրը, եւ ինձ ասում էին, որ դա սթրեսից է, իսկ դա ինձ զայրացնում էր։ Որովհետև նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է սթրեսը։ Ես մտածում էի, որ սթրեսն այն է, որ չես կարողանում հաղթահարել կյանքի դժվարությունները։ Ես ուժեղ կին եմ, ես կարող եմ հաղթահարել կյանքի դժվարությունները, ես սթրեսի մեջ չեմ, մի ասեք, որ ես սթրեսի մեջ եմ, սա սթրես չէ։ Մի բժիշկ նույնիսկ առաջարկեց այցելել հոգեբույժի։ Մեկն էլ հարցրեց, թե արդյոք չեմ ցանկանա մասնակցել այն դասերին, որտեղ ինքը խոսում է մտածելակերպի փոփոխության մասին։ Եվ ես մտածեցի, որ գիրք եմ գրել դրա մասին։ Նա ասաց, դուք կռվում եք ձեր մտքում։ Ես մտածեցի, ես վաճառել եմ 6 միլիոն օրինակ այդ գրքից։ Եթե ուրիշ ոչինչ չստանաք, այս երեկո գոնե լավ կծիծաղեք։ Ոչ բավարար ֆիզիկական վարժություններ։ Օ, մի խոսեք ինձ հետ վարժություններից, Ջոյս։ Շատ լավ։ Չլուծված խնդիրներ անցյալից։ Գիտեք, մեզ հիվանդացնում են մեր գաղտնիքները։ Գիտեք դա։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է խոստովանեք ձեր մեղքերը միմյանց, որ բժշկվեք եւ վերականգնեք մտքի ու սրտի հոգեվոր վիճակը։ Երբեմն դուք պարզապես պետք է նստեք ինչ-որ մեկի կողքին, ում կարող եք վստահել եւ ասել. Ես կարիք ունեմ որոշ բաներ հայտնելու։ Ես նկատի չունեմ, որ դուք պետք է գնաք ինչ-որ մեկի մոտ ներում ստանալու համար, բայց երբեմն մենք կարիք ունենք արտահայտվելու, խոսելու ինչ-որ մեկի հետ, ոչ թե դժգոհելու կամ գանգատվելու, այլ պարզապես ազատվելու տվյալ բանից։ Վախ, փոխկախվածություն։ Եթե դուք ամուսնացած եք ինչ-որ մեկի հետ, որի հետ դժվար է հաշտ ապրելը, եւ դուք պետք է սպասեք տեսնելու, թե ինչ տրամադրություն նա ունի, նախքան կորոշեք, թե ինչ տրամադրություն դուք պետք է ունենաք, դա փոխկախվածություն է։ Երբ Դեյվը եւ ես ամուսնացանք, ես շատ խնդիրներ ունեի բռնության ենթարկվելու պատճառով։ Եվ Դեյվը երկար ժամանակ փորձում էր երջանկացնել ինձ։ Բայց ես չգիտեի, թե ինչպես երջանիկ լինեի։ Վերջապես նա ասաց. «Ինչ էլ անեմ, դու երջանիկ չես լինի»։ Այնպես որ ես այլևս չեմ փորձելու, բայց հետո ասաց. «Ես վայելելու եմ իմ կյանքը»։ Օ, դա զայրացրեց ինձ։ Այնպես զայրացրեց, որովհետև այն մարդիկ, որոնք երջանիկ չեն ուզում, որ ուրիշները երջանիկ լինեն։ Բայց գիտեք, դա լավագույն բանն էր, որ նա արեց ինձ համար։ Նա ինձնից կախվածություն չունեցավ, նա թույլ չտվեց, որ իմ տրամադրությունը փչացներ իր տրամադրությունը, նա թույլ չտվեց, որ իմ ուրախության պակասն ազդեր իր ուրախության վրա։ Եվ գիտեք, ես ժամանակ չունեմ խոսելու այն ամենի մասին, ինչի մասին սիրով կխոսեի, որովհետև մի ամբողջ կյանք պահանջվեց այդ ամենը սովորելու համար։ Բայց եթե դուք փոխհարաբերության մեջ եք ինչ-որ մեկի հետ, լինի լավ ընկեր, ծնող, ամուսին, կին կամ երեխա, որը վճռել է երջանիկ չլինել, թույլ մի տվեք նրան գողանալ ձեր ուրախությունը, որովհետև դուք նրան չեք օգնի, եթե թույլ տաք դա։ Իրականում ինչ կատարվեց։ Երբ Դեյվը վճռեց, որ ինքը երջանիկ է լինելու, վերջին հաշվով ստիպեց ինձ փափագել այն, ինչ ինքն ուներ։ Այնպես որ վերջին հաշվով դա օգնեց ինձ, նույնը կատարվեց խաղաղության առումով, նա խաղաղության օրինակ էր ինձ համար, եւ ես վերջապես մտածեցի, եթե նա կարող է ունենալ դա, ես նույնպես կարող եմ։
Այնպես որ խնդիրներով մարդուն չեք կարող օգնել, եթե թույլ տաք, որ նրա խնդիրները որոշեն, թե ինչպես եք ապրելու ձեր կյանքը։ Նա սիրում էր ինձ եւ ասաց. ես սիրում եմ քեզ, բայց թույլ չեմ տա, որ դու ինձ դժբախտացնես։ Ինչ որ մեկն այստեղ պետք է լսի սա։ Ես միշտ ասում եմ, Դեյվը ասեց ստացավ այն, ինչին արժանի էր։ Որովհետև երբ նա հանդիպեց ինձ, ես կարճ տաբատ հագած լվանում էի մայրիկիս մեքենան։ Նա կանգնեցրեց իր մեքենան, որպեսզի վերցներ իր ընկերոջը, որն ապրում էր ծնողներիս տան վերնահարկում։ Նա փորձեց սիրախաղ անել ինձ հետ, իսկ ես չէի վստահում տղամարդկանց, նրանք ինձ դուր չէին գալիս, լավ դուր էին գալիս, բայց չէի վստահում։ Նա ասաց. երբ ավարտես այդ մեքենան լվանալը, իմն էլ կլվանաս։ Ես ասացի. եղբայր, եթե ուզում ես, որ մեքենատ լվացվի, ինքդ լվա։ Նա աղոթում էր, որ կին ունենար, եւ սխալվեց։ Նա ասաց. Աստված թող դա լինի մեկը, ով օգնության կարիք ունի։ Անկեղծորեն դա այն է, ինչ նա աղոթեց։ Գիտեք, ես չեմ ցավում նրա համար, նա ստացավ այն, ինչ խնդրում էր։ Լարվածության մեկ այլ իրական գործոն են մարդիկ։ Գիտեք, ես կարող եմ իսկապես երջանիկ լինել, քանի դեռ մարդ չկա իմ շուրջը։ Երբևէ զգացել եք դա։ Երբ սկսեցի խորամուխ լինել Աստծուն վերաբերող բաների մեջ, ամբողջ օրը քրիստոնեական երաժշտություն էի լսում։ Աղոթում էի հոգով, լսում էի ուսուցողական ձայներիզներ։ Այն ժամանակ ձայներիզներ էին գործածում, այժմ նույնիսկ չգիտեմ, թե ինչ են անում։ Ներբեռնում են, այո, ներբեռնում են։ Եվ ես այնքան հոգևոր էի։ Հետո երբ բոլոր երեխաներս գալիս էին տուն, ես մտածում էի. Հեշտ է խաղաղ լինել, երբ շուրջդ մարդ չկա։ Հիվանդությունը կարող է շատ լարվածություն պատճառել։ Հանգամանքները աշխարհում տիրող ամեն բացասական բան։ Այսպիսով գլխավոր միտքը սա է, եթե ուզում ես ունենալ խաղաղություն, պետք է իրապես ցանկանաս այն ուժգնորեն։ Առաջին Պետրոսի 3:11-ն ասում է, եթե խաղաղություն ես ցանկանում, պետք է փնտրես եւ հետամուտ լինես դրան։ Փնտրել նշանակում է ձգտել ամբողջ ուժով։ Հետամուտ լինել, փնտրել, այն չի ընկնի քեզ վրա այնպես, ինչպես հասած միրգն է ընկնում ծառից։ Դու իսկապես պետք է ցանկանաս այն եւ պետք է պատրաստ լինես փոխվելու։ Կա այստեղ մեկը, ով պատրաստ է փոխելու այն, ինչ անհրաժեշտ է փոխել խաղաղություն ունենալու համար։ Շատ լավ, Աստված տեսավ ձեր ձեռքերը, պատրաստվեք։ Բայց ինձ դուր է գալիս այն, ինչ գրված է ընդլայնված Աստվածաշնչում, առաջին Պետրոսի 3:11-ում գրված է, որ եթե ուզում ես վայելել կյանքը եւ ունենալ լավ օրեր, անկախ նրանից ակնհայտ է թե ոչ, շրջվիր չարից եւ արա բարին, փնտրիր խաղաղություն։ Ընդլայնված Աստվածաշունչն ասում է. փնտրիր այն ջանասիրաբար։ Պարզապես մի ցանկացիր խաղաղ հարաբերություններ Աստծո, մերձավորիդ եւ ինքդ քեզ հետ, այլ հետամուտ եղիր դրան եւ գնա դրա հետևից։ Դուք երբեք չեք ունենա խաղաղություն ուրիշների հետ եւ նույնիսկ խաղաղություն ձեր հանգամանքների հետ, եթե չունենաք խաղաղություն ինքներդ ձեզ հետ։ Եվ իրականում հենց այդտեղից է սկսվում մեր խնդիրների մեծ մասը։ Շատերը պարզապես չեն սիրում իրենց։ Ես գիտեմ դա, որովհետև ինքս ապրել եմ այդպես։ Գիտեք, երբ սկսեցի լսել քարոզներ այն մասին, որ պետք է սիրենք միմյանց, ես ուզում էի սիրել մարդկանց, բայց չէի կարողանում, եւ չգիտեի թե ինչն է խնդիրը, եւ Աստված սովորեցրեց ինձ։ Նա ասաց. դու չես կարող սիրել մեկ ուրիշի, որովհետև չես սիրում ինքդ քեզ, իսկ եթե քո մեջ սեր չկա, դու չես կարող այն տալ։ Դու չես կարող տալ ինչ-որ մեկին այն, ինչ ինքդ չունես։ Աստծո սերը սփռվում է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, երբ վերստին ծնվում ենք, այնպես որ մեր մեջ կա սեր, բայց եթե դու չես սիրում ինքդ քեզ, չես ստանում այդ սերը։ Եվ ես չեմ խոսում ինքնասիրահարված, եսասեր եւ եսակենտրոն լինելու մասին։ Ես խոսում եմ այն մասին, որ սիրես քեզ այնպիսին, ինչպիսին Աստված է ստեղծել։ Ամեն։
Եվ եթե սկսես սիրել ինքդ քեզ եւ ունենաս խաղաղություն ինքդ քեզ հետ, կզարմանաս, թե որքան հեշտ է սիրել ուրիշներին եւ ունենալ խաղաղություն նրանց հետ։ Մեր խնդիրների մեծ մասը սկսվում է տնից, ամեն։ Ես սկսեցի ուշադրություն դարձնել, թե որոնք են իմ խաղաղությունը գողացողները։ Դուք նույնպես պետք է անեք դա։ Եթե ուզում եք ավելի շատ խաղաղություն ունենալ, սկսեք ուշադրություն դարձնել, թե ինչն է ձեզ վրդովեցնում։ Ինչն է ձեզ վրդովեցնում, ինչն է ձեզ ստիպում գործնել ձեր խաղաղությունը։ Ես լավ չեմ գործում։ Ես ստիպված եմ շտապել, ուստի ես սովորել եմ մի փոքր ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ես չեմ սիրում ճնշման տակ լինել։ Ես չեմ սիրում, երբ ունեմ այսպիսի զգացողություն, օ, ես պետք է քարոզեմ 3 օրից, բայց դեռ ուղերձ չունեմ, այնպես որ ես բավականին ժամանակ եմ հատկացնում նախապատրաստվելուն։ Եթե դուք լարվում եք առավոտյան տնից դուրս գալիս, պարկեք քնելու մի փոքր ավելի շուտ եւ մի փոքր ավելի վաղ արթնացեք։ Նախորդ գիշեր արեք որոշ բաներ, որոնք կօգնեն ձեզ առավոտյան եւ դուք մի փոքր ավելի շատ ժամանակ կունենաք։ Գիրքը, որ հովիվը ձեզ ցույց տվեց, հիմնված է Փիլիպեցիների 4:6 եւ 7 խոսքերի վրա, որոնք լիարժեք պատասխան են ձեր անհանգստությանը։ Դուք ասում եք ամբողջ պատասխանը մեկ խոսքում, այո։ Ոչինչ հոգս մի արեք։ Այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով։ Որքան շնորհակալ լինեք, այնքան քիչ անհանգստություն կունենաք։ Որովհետեւ որքան շնորհակալ լինեք այն ամենի համար, ինչ ունեք, այնքան հանգիստ կլինեք այն ամենի համար, ինչ չունեք։ Ամեն։ Ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում դեպի հավիտենական կյանք։ Այդ գրքում ես առանձնացրել եմ 4 մաս։ Ես խոսում եմ անհանգստության մասին։ Այն մասին, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է գոհանալ։ Պետք է աղոթել ամեն ինչի համար, ձեր առաջին արձագանքը ամեն ինչին պետք է լինի աղոթքը։ Այնուհետև խոսում եմ խաղաղության մասին, որքան արժեքավոր է այն։ Ընդլայնված Աստվածաշնչում Կողոսացիների 3:15 մենք պետք է թույլ տանք, որ խաղաղությունը լինի մեր կյանքի մրցավարը։ Բոլորս գիտենք, թե ինչ է մրցավարը, նա է որոշում ամեն բան խաղի մեջ է, թե խաղից դուրս։ Եվ մենք պետք է թույլ տանք, որ խաղաղությունը լինի մեր կյանքի մրցավարը, որոշելով ինչն է սահմանների մեջ եւ ինչը սահմաններից դուրս։ Եթե ես չեմ կարողանում ինչ-որ բան անել խաղաղությամբ, ուրեմն այն Աստծուց չէ։ Ամեն։ Պարզամիտը հասկանում է իր խնդիրը եւ հրաժարվում է ինչ-որ բան անելուց, ասում է Աստվածաշունչը։ Նա ուզում է, որ մեկ ուրիշն իր փոխարեն գործի։ Ինչ-որ մեկը պետք է շտկի դա։ Մի մեղադրեք աշխարհին կամ մարդկանց, որ աշխարհում են։ Պատասխանատվություն վերցրեք ձեր խաղաղության համար եւ հարցրեք Աստծուց, ինչ կարող եմ անել այս կապակցությամբ։ Թույլ տվեք հիշեցնել, թե ինչ ասացի սկզբում։ Կազմեք այն ամենի ցանկը, ինչ անում եք։ Այնուհետև ազնվորեն նայեք յուրաքանչյուր կետին եւ ասեք, ինչ պտուղ է սա բերում իմ կյանքում։ Եվ առավել եւս հարցրեք, թե ինչ շարժառիթով եք դա անում։ Եթե անում եք դա, որպեսզի ինչ-որ մեկին հաճեցնեք կամ երջանկություն պարգևեք։ Գիտեք, թե ինչ եմ հայտնաբերել իմ կյանքի մի ժամանակահատվածում։ Մենք հաճախում էինք մի եկեղեցի, որտեղ ես ուզում էի լինել մարդկանց որոշակի խմբի հետ։ Դրա համար պետք է արժանանայի մի կնոջ բարեհաճությանը, իսկ որպեսզի ունենայի այդ բարեհաճությունը, պետք է անեի այն, ինչ նա ցանկանում էր։ Գիտեք ինչ հայտնաբերեցի։ Վճռական իրավիճակներում ես նրան ամենևին չէի հետաքրքրում։ Մարդիկ, որոնք ուզում են ձեզ վերահսկել, չեն սիրում ձեզ։ Չեն սիրում։ Նա ով իսկապես սիրում է ձեզ, եթե նրան ասեք, գիտես, ես կցանկանայի անել այն, ինչ խնդրում ես ինձնից, բայց չեմ կարող։ Դա չափազանց շատ է ինձ համար այս պահին, կամ ես չունեմ խաղաղություն դա անելու համար։ Եթե նա իսկապես սիրում է ձեզ, կհարգի ձեր ասածը եւ կասի, ես չեմ ուզում, որ դու անես այն, ինչի նկատմամբ վատ վերաբերմունք ունես։ Նա չի զայրանա, որ դուք չեք կարողանում հաճեցնել իրեն։ Դուք ապրում եք, որ հնազանդվեք եւ սիրեք Աստծուն, ոչ թե հաճեցնեք մոլորակի բոլոր մարդկանց։ Եվ դուք չեք կարող լինել աստվածահաճո եւ մարդահաճո։
Դուք պետք է լինեք երկուսից մեկը։ Կա 4 բան, որ Հիսուսն անում էր սթրեսը կամ լարվածությունը կառավարելու համար։ Նա իրեն եւ ամեն բան վստահում էր Աստծուն։ Առաջին Պետրոսի 2:23։ Որ նախատվելիս եւ վիրավորվելիս փոխարենը չէր նախատում կամ վիրավորում։ Չարչարվելիս եւ բռնության ենթարկվելիս չէր սպառնում, բայց իրեն եւ ամեն բան հանձնում էր արդար դատավորին։ Նա աղոթում էր ամեն ինչի համար։ Նա հեռանում էր ամբոխից եւ գնում աղոթելու։ Ենթադրում եմ, որ երբ նա չափազանց մեծ ճնշում էր զգում, պարզապես հեռանում էր նրանցից եւ գնում աղոթելու։ Աստվածաշնչում շատ անգամներ Հիսուսն այդպես էր վարվում։ Ինձ դուր է գալիս դա, նա գիտեր երբ լռեր։ Իսկապես, Հովհաննեսի 14:30-ում նա իր աշակերտներին ասաց. «Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ, որովհետև այս աշխարհի իշխանը գալիս է եւ ինձանում ոչինչ չունի»։ Նա գիտեր, որ ժամանակի հարց էր իր Երուսաղեմ գնալը եւ չարչարվելը։ Եվ ակնհայտորեն գիտեր, որ ժամանակը չէր որևէ սխալ բան ասելու։ Երբ լարվածության մեջ ես, լավ ժամանակ է որոշում կայացնելու եւ ասելու. «Կարծում եմ ես պարզապես կլռեմ»։ Լինում են օրեր, երբ իսկապես լավ չեմ զգում, Դեյվին ասում եմ. «Այսօր լավ չեմ զգում, հավանաբար մի փոքր լուռ կմնամ»։ Եվ ես վստահ եմ, որ նա ուրախ է։ Նա կարծես ասում է. «Այո, պարզապես լուռ մնա»։ Կարդանք Մատթեոսի 27-րդ գլխից. «Եվ երբ քահանայապետներից եւ ծերերից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց»։ Ինչու՞, որովհետև գիտեր իր սիրտը, հարկ չկար, որ փորձեր համոզել նրանց, որ ինքը լավ մարդ է։ Այն ժամանակ Պիղատոսն ասաց նրան. «Չես լսում, որ չափ բաներ են վկայում քեզ հակառակ», եւ նա նրան ոչ մի բան էլ չպատասխանեց։ Նույնիսկ ոչ մի մեղադրանքին։ Գիտեք, Աստված ստիպված էր սովորեցնել ինձ, որ հարկ չկա, որ փորձեմ ապացուցել, որ ես ճիշտ եմ, եթե կարիք լինի ապացուցելու, որ ճիշտ եմ, ինքը հոգ կտանի դրա համար։ Ամեն։ Վերջին բանը, որ Հիսուսն անում էր, մշտապես ներում էր։ Մշտապես նա ներեց Պետրոսին։ Խաչի վրա նա աղոթեց. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ սա իմ ուղերձի մոտավորապես կեսն է։ Ցավոք, իմ ժամանակը սպառվում է, բայց դուք շատ բան ստացաք, ճիշտ է։ Դուք ստացաք այն, ինչ ուզում էիք։ Շատ լավ, լսեք։ Եկեք կանգնենք, մենք միասին աղոթք կանենք։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկն այստեղից հեռանա առանց Հիսուսին ճանաչելու։ Մենք մի փոքր այլ կերպ կվարվենք, միասին կաղոթենք, եւ ովքեր երբեք չեն ընդունել Քրիստոսին, պատրաստվեք։ Եկեք աղոթենք. «Հայր Աստված, ես սիրում եմ քեզ»։ Հիսուս, ես հավատում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ դու Աստված ես։ Աստծո որդին։ Ես հավատում եմ, որ դու մահացար ինձ համար։ Դու վճարեցիր իմ մեղքի համար։ Դու վերցրիր իմ մեղքը եւ ինձ ազատ արձակեցիր։ Ներիր իմ մեղքերը եւ օգնիր, որ ապրեմ քեզ համար։ Հիսուս, ես ընդունում եմ քեզ հիմա եւ իմ կյանքը հանձնում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ փրկված եմ։ Սա նոր սկիզբ է եւ ես ուզում եմ ապրել քեզ համար։ Օգնիր ինձ անելու դա։ Ամեն։ Շնորհակալություն այս երեկո այստեղ լինելու համար։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։